Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Թուրքին։ Որովհետև լսի, այդ Ալեք Սիմոնյանը Ալեք չի է, այն թուրքական իսկական բանն է, հետնորդն է, Փելե Փաշայի հետնորդն է, Փաշինյանի մեծ։ Հիմա այսքանից հետո Փաշինյանին ձայն տվող լինելու է, եթե իհարկե դեռ կար։ Կան, որոշ կեղտորներ կան։ Ձայն տալով են ասում, չեմ բանը, կառավարությունը ինքը լրիվ իր լծակները մեծ է, բայց ժողովուրդը պետք է միասնական են կինան ընտրության, որպես եթե ընտրությանը չկինան մարդիկ, ինքը ցիկյան ընտրվի, բայց պետք է մարդիկ կան ընտրության, որպես իր ձայնը տեղ հասնի։ Մենակ այդ ձայնը պետք է տեղ հասցնեն։ Իհարկե մտցնամու որ շնորհավորի ձեն չեն դայելի։ Ոչ կտան Ալեն Սիմոնյանը շնորհավորում է Ալիևին եւ Թուրքիայի վարչապետին։ Ինչի՞ համար չեն տա ձայն չիտե մեր ժողովուրդը իրոք լավ մարդիկ են, այդքան իմանալով ձեն չեն տա։ Դե որ ընտրելու են թող ընտրեն, եթե մարդկանց դուրական սենց կյանքը սենց ապրելը թող ընտրեն։ Իսկ ովքեր իմանում են որ ապագան խորտակված է, թող չընտրեն, ինչ կա։ Ես չեմ կարող ասեմ ամեն տեղ էլ շուն կա։ Բա իհարկե կա։ Տվող էլ ալելու, չտվող էլ ալելու, ինչ կարաս ասես, չես կարող որոշես։ Մինակը ինքը չի ապնել։ Պրեզիդենտն էլ պարոն Ալիև խաղաղություն, դուդա, դրանք թուրքեր չեն, թուրքեր են։ Հիմա այսքանից հետո Փաշինյանին ձայն տվող լինելու է, եթե իհարկե դեռ կար։ Նորից եմ ասում, իսկական հայը իրան ձայն չի տա։ Չեմ կարծում։ Ինչու՞։ Դե երկիր է Թուրքիայի արտգործնախարարը կասի այն ինչ որ իրեն ձեռնտու է կձգտի Հայաստանից փոկել առավելագույնը նույն կարգով եւ Ադրբեջանը փոկի առավելագույնը մինչեւ իրենց առավելագույնին չհասնեն սահման երբեք չեն բացի հետո դες 30 տարի առանց փակ սահմանով ապրում ենք թող էլի ապրենք դա հարցեր չի տա որ տամես դա քաղաքական դա աշվիտնան թշնամի է մեր բայց ու թշնամի չի վերաբերում որ քաղաքական հարցերով քաղաքականությունը ինքը մի անորմալ երևույթ է